Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք նժար սահմանադրական շարժման համահիմնադիր եւ վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցին։ Բարև ձեզ Տիկին Կարապետյանց, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Սիրով։ Տիկին Կարապետյանց, ուզում եմ սկսենք եկեղեցու շուրջ կատարվող վերջին զարգացումներից, գիտեք արդեն երրորդ սրբազանը կալանավորվեց, Արագածոտնի թեմի առաջնորդը, մի շարք հոգևորականներ ձերբակալված են, խուզարկություններ եւ այլն, այս ամբողջը տեղի ունենում Դանիել Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա։ Ձեր գնահատականը կուզեմ տակ տեղի ունեցողի հետ կապված ու որքանով այս ամենը մենք կարող ենք իրավական գործընթացի մաս համարել։ Ակնհայտ է, որ այստեղ մենք ունենք քաղաքական էլեմենտները այնքան շատ են, որ իրավական անգամ եթե ենթադրես, որ որևէ իրավական էլեմենտ կարող է լինել, քաղաքական այսպես բաղադրիչը այնքան մեծ է, որ կասկածից դուրս է, որ սա process է իրականանում, հանձնարարություն եւ այսպես սիրտը շահելու ադրբեջանական կողմին, հա, մատկապես երբ մի քանի օր առաջ ընդամենը տարբեր ատյաններից, էլ ներսում թե ադրբեջանը ինչ են խոսում, դա ուրիշ խնդիր է, բայց նաեւ տարբեր միջազգային հարթակներում ադրբեջանական բարձրաստիճան հոգևորականները խոսում են, որ Հայաստանի առաքելական եկեղեցին խնդիր է եւ այսպես ռևանշիստական քարոզ անում, սա իհարկե ներքին գործերի միջամտություն է, սա բավականին լուրջ խնդիր է, իդեպ հիշեցնեմ, որ այն խաղաղության այսպես կոչված պայմանագիրը կամ չգիտեմ ինչ էր նախաստորագրված տեքստի մեջ, այնտեղ կա նաև ռևանշիզմի, էքստրեմիզմի բանի անջատողականության, ահաբեկչության դեմ պայքարը եւ այս ֆոնին է, որ հասկանալի է դառնում, օրինակ Բագրատ Սրբազանին ինչի էին մեղադրում հենց ահաբեկչության մեջ, որովհետեւ մարդիկ ովքեր որևէ կապ կամ աղերս ունեն, անգամ լրագրողները, որոնք իրավաբան չեն մասնագիտությամբ այդ երկար տարիներ հետևել են ինչ որ process-ների, հասկանում են, որ ահաբեկչությունը դա այնպիսի հոդված է, որը բավականին լուրջ, հիմնավոր բովանդակային հիմքեր պիտի լինի, որտեղ նույն ինչ որ առարկաների արկայության դեպքում դա կարա լինի շարքային ինչ որ միջադեպ եւ կարա լինի ահաբեկչություն, հա, ինչու ահաբեկչություն, այ որովհետեւ այս տեքստի մեջ գրված էր եւ այդ մարդիկ հոգեվորականներ էին եւ այս բոլորը բերել կապել ու զեկուցել պարոն Ալիևին, որ ձեր առաջադրանքները հետեւողականորեն կատարվում են, այս սրա մասին էր։ Ինչա նշանակում 21 թվականին, հա, թե երբ էր միտինգներին, հա, միտինգների ժամանակ հարկադրել են մասնակցել ինչ որ մարդկանց, նախ ճշտված տեղեկություն է առաջինը, կամ 4-5 տարի առաջ տեղի ունեցած process-ի համար գնալ դիմակավորված մարդկանց ոչ թե բերման ծանոթագիր ուղարկել հրավիրել հարցաքննելու, հա, բերման ենթարկելու դիմակավորված գնաց տեսարաններով, ԱԱԾ-ն ընդեղ գա մեքենաներով, թանկ ճոխ, չգիտեմ, ոչ մի տրամաբանություն ստեղ չկա, իրավական process որպես այդպեսին չկա, սա մաքուր, դասա անգամ եթե նորից եմ ասում, անմեղության կանխավարկածը չխախտելով որևիցե մեկի եւ վստահ լինելով, որ ոչինչ էլ չեն կարողանալու ապացուցել, ենթադրենք ինչ որ մի բան գտել են այնտեղ։ Բայց այն ձևը, ինչպես որ դա փաթեթավորվում է, դա անշուշտ մենք ունենք քաղաքական պատվեր եւ դա քաղաքական պատվերը ցավոք սրտի պիտի ասեմ, որ դա անգամ հայաստանյան քաղաքական պատվեր չի։ Դա Ադրբեջանից բխող եւ նաեւ Թուրքիայի սրտից բխող քաղաքական պատվեր է, որը իրականացվում է մեր ներքին կալաբարանտների թեթև ձեռքով։ Այդ կալաբարանտների թվին են պատկանում ոչ միայն քաղաքական գործիչները կամ օրվա իշխանությունը, այլ նաև իրենց սատարող այն սատելիտ, այսպես կոչված ժողովրդավարական ուժեր, իրենց կոչող քաղաքական ուժերը կամ քաղաքասարակության ներկայացուցիչները, սա ամոթալի է, սա անկման ամեն անգամ քեզ թվում է, որ անկման էլ տեղ չկա, բայց մարդիկ հետևողականորեն ապացուցում են, որ անսահման է իրանց անկման հնարավորությունները։ Իսկ չեն գիտակցում նույն իրավապաշտպանները, նույն քաղաքասարակության ներկայացուցիչները ինչի տակ են մտնում, նույն Դանիել Հովհաննիսյանը, որ այս հաղորդումը ներկայացրել է։ Գիտեք, Դանիել Հովհաննիսյանը եւս մանիպուլյացիայի շատ ինչքան շատ է շփվում Նիկոլի հետ, այնքան տիեզերական մանիպուլյացիայի հնարքներից սկսում ավելի շատ տիրապետել, ասում է ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես գործ տվող եմ, քեզ չեն մեղադրում նրա մեջ, որ դու գործ տվող ես, դրա մասին ընդհանրապես խոսք չկա, իհարկե եթե կա հանցագործություն, իհարկե դրա մասին պիտի հայտնվի, քեզ մեղադրում են նրա մեջ, որ դու պասերով ես խաղում, որ դու ստեղծում ես ձևական պատրանք, որ այս երկրում կա քաղաքասարակություն, որ այդ քաղաքասարակությունը ակտիվ է եւ այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ն է իրան զեկուցել, որ օրինակ ինչ որ դրվագներ կան, ինչ որ process-ներ կան, այլ քաղաքասարակության բողոքի հիման վրա գործընթաց է սկսվել։ Ու Դանիել Հովհաննիսյանը շատ գեղեցիկ ասում է, դուք մանիպուլացնում եք, որովհետեւ չեք ասում, որ ես օրինակ իշխանության տարբեր ներկայացուցիչների վերաբերյալ եմ հայտարարություններ տվել։ Դանիել ջան, բայց չես
ասում, որ այդ նույն գլխավոր դատախազությունը, բա ինչի չի ընթացք չի տալի քո որոշումներին։ Ինչի է հենց ընթացք տալի բացառապես միայն ընդդիմադիր գործիչների վերաբերյալ։ Բա կանգնի ամեն եթերից, փոխանակ այդ ֆորումներին, որ գնում եք դու վարչապետը քիփ իրար կողքը նստում եք, իրար ձեռ եք սեղմում, տենց ժպտում եք սեթևետանկով, այդ ժպտալու process-ին ասա, որ քո գլխավոր դատախազը ընկեր ջան, ձերոնց վերաբերյալ, քո թիմակիցների վերաբերյալ բողոքներ եմ ներկայացրել, շանտեղ չի դրել։ Մի անգամ ասա, կանգնի բոլոր եթերներից, ինչպես որ ես ժամանակին հետևողականորեն բոլոր եթերներից գնում էի ու ասում էի, որ այսինչ գործ, անգամ եթե ես այդ մարդու նկատմամբ մեղմ ասած համակրանք չեմ ունեցել, օրինակ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ես համակրանք չունեմ ու չեմ կարող ունենալ, բայց երբ որ իր որդու նկատմամբ բռնություն էին կիրառել, ես բոլոր եթերներով հերթով գնում ու ասում էի, որ սա հանցագործություն է։ Հիմա Դանիել ջան, գնա դու էլ կանգնի, ասա, որ դատախազությունը հանցագործություն է անում, որ պետական ՔՊ-ականների կամ ՔՊ մերձերի վերաբերյալ դիմումներ եմ տալի, շանտեղ չեն դնում, բայց դու դա չես անում։ Ինչի՞ չես բողոքարկում դատարան, ինչի՞ չես բողոքարկում դատախազության անգործությունը, կամ ինչի՞ չես կանգնում ասես, որ դատախազությունն ու դատարանը լավ եթերային բառ չի, իրար հետ համատեղ տենց գործունեություն են իրականացնում։ Ինչ ասեմ, շատ տխուր է իրականում, մենք պիտի այդ ադեկվատությունը փորձենք չկորցնել, գիտեք, ասում եմ ժպտալը ճիշտ է, որովհետև մենք պիտի կարողանանք մեր մեջ ուժ շարունակենք ուժ գտնել, չխելագարվելու, որովհետև մեզ շատ դժվար ճանապարհ է սպասվում, մենք պիտի գնանք փոփոխությունների, մենք տարբերակ չունենք չգնալու փոփոխությունների, եւ դրանք իսկապես հնարավոր է իրականացնել։ Տիկին Կարապետյան, դուք այն եզակի իրավապաշտպաններից եք, ովքեր հատկապես վերջին տարիներին հավատարիմ մնացիք ձեր կոչմանը եւ ցույց տվեցիք, որ պայքարում եք ոչ թե օրվա իշխանությունների, այլ երևույթների եւ այն ապօրինի համակարգերի դեմ, որոնք գործում էին, ու հենց սրանով պայմանավորված վայելում եք շատ հանրության լայն շերտերի հարգանքն ու վստահությունը։ Վերջերս դուք հակական հայտ եք ներկայացրել եւ ինչպես արդեն նշեցի, նժարի վարչապետի թեկնածու եք։ Ինչը ստիպեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցին մուտք գործել քաղաքականություն եւ ինչ չէիք կարող անել որպես իրավապաշտպան, որը կարող եք անել քաղաքականության մեջ եւ եթե հաջողվի վարչապետի պաշտոնում։ Կան գործիքակազմեր, որոնք քեզ թույլ են տալի իսկապես գնալ փոփոխությունների։ Քաղաքասարակությունը եւս ունի գործիքակազմ, այսինքն ազդեցության հնարավորություններ, միջնորդելու, խոսելու, բանակցելու, գնալու, ինչ որ գործեր անելու, շատ մեծ գործիքակազմ ունի, բայց ցավալիորեն 18 թվականից հետո, այդ թվում նաեւ ինչպես բազմաթիվ այլ կառույցներ, այդ թվում ինստիտուցիոնալ կառույցների մասին է խոսքը, քաղաքասարակությունը եւս կազմակերպվեց, կազմալուծվեց, այնտեղ մնացել են շատ փոքր թվով, շատ ազնիվ պարկեշտ, ես միակը չեմ, այնտեղ շատ լավ մարդիկ կան, ուղղակի խոսացողներ չկան։ Խոսացողներ չկան։ Հա, շատ կարևոր է քաղաքասարակությունը հենց խոսելու մասին է, չվախենալու այդ վիրավորանք այդ հարցակումները, որոնք եւ on-line հարթակում եւ off-line հարթակում երբ որ կովրա լինում է, ամեն մարդ չի որ կարա այդ հարվածը պահի ու դա նորմալ է։ Ես մարդկանց շատ այդ իմաստով չեմ էլ մեղադրում, բայց նաեւ եթե դու քեզ համարում ես քաղաքասարակության ներկայացիչ, եթե դու հավակնում ես հասարակական գործիչ լինելու, առավել եւս քաղաքական գործիչ, դու պիտի պատրաստ լինես նաեւ ասում եմ այդ on-line եւ մնացած, այո, թիրախավորված լինելու։ Հիմա այն գործիքակազմը, որը տալիս է պետական լիազորությունները, հա, իշխանություն գալու պայմաններում այդ լիազորությունները քաղաքասարակությունը ցավոք սորտի չունի։ Այն խնդիրները, որը ես փորձում ենք թիմով, գործընկերների հետ, տարբեր այլ կառույցների միայն մեր թիմի մասին չի խոսքը։ Լուծել դրանք ստացվում էին, հաջողվում էին եւ բայց դա մեկ ուղղություններ, երկու ուղղություններ, երեք ուղղություններ, մեկ անձեր, 10 անձեր, 100 անձ, 1000 Իսկ խնդիրը համակարգային է։ Համակարգային խնդիրը լուծելու համար պետք է համակարգային մոտեցումներ։ Դա հնարավոր չի այն ձևական կոսմետիկ կամ գեղեցիկ փաթեթավորված, այն ինչ որ ներկայացվում է հասարակությանը որպես բարեփոխում, դրանով հնարավոր չի փոխել։ Սա պիտի բովանդակային, հիմքային փոխ։ Հիմքը պիտի ճիշտ դրած լինի, շենքի հիմքը որ ճիշտ դրված չեղավ, լինում է այս այլանդակությունը։ Ես բոլոր եթերներից կրկնում եմ, ձերից էլ ասեմ, մենք հաջողացրել ենք ունենալ նախագահական կառավարման մոդել, կիսանախագահական, պարլամենտական, տակը բան չի մնացել, մնացել է միապետությունը կամ չգիտեմ, դեռ ինչա մնացել էլի։ Ну, կան էլի ձևեր իհարկե, բայց այն ժողովրդավարական աշխարհում ընդունված 3 մոդելին մենք հաջողացրել ենք տապալել, հասկանում եք, որովհետև ինքնին սկզբունքը այնպեսին է, որ ով գալիս է իշխանության, ամբողջ իշխանությունը իր ձեռն է։ Դատավորն էլ է իրանը, դատախազն էլ է իրանը, ասեք, հմեկն էլ է իրանցը, կենտրոնական դրական հանձնաժողովները, սա իրանցն է։ ԲԴԽ-ի նախագահը SMS-ով հրաժարականի դիմում ա գրում։ Դու ջահանամը գրի, հետո նորից գնում է պաշտոնի հասկանում եք, հետո մարդ, որը
արդարադատության ոլորտի կարևորագույն պաշտոններն ա զբաղեցրել, քեզ SMS-ով արհամարական հեռացնում են, դու դրա դեմ չես պայքարում, դու չես ասում, որ ես անկախ մարմնի, սահմանադրական անկախ մարմնի ղեկավար եմ։ Գնում ես, մի հատ էլ հետո կանչում ա, հետ ինչ որ պաշտոն ա տվել։ Գնում ես ու ընդունում ես այդ պաշտոնը։ Ես ապշում եմ այս մարդկանց վրա։ Ես չգիտեի, որ այսքան մեծ խնդիրներ կա, այսքան խորքային են խնդիրները, բայց ոչինչ։ Չկա խնդիր, որը հնարավոր չի լուծել։ Կա ճիշտ հաշվարկված ժամանակ եւ գործողությունների հերթականություն եւ նաեւ թիմային աշխատանք, որը հնարավորություն է տալու այս փոխելու։ Դրա հնարավորությունը իսկապես կա։ Կլինի ընտրությունները լավագույն տարբերակն են։ Անշուշտ սահմանադրական ճանապարհը ամենաողջունելին է այստեղ։ Անշուշտ, որովհետեւ հեղափոխությունն էլ որպես տարբերակ ես միշտ ասել եմ, որ ժողովուրդը իրավունք ունի հեղափոխություն անելու, բայց հանուն արդարության պետք է ասենք, որ հիմա մեր ժողովուրդը մի քիչ ավելի հուզական վիճակը, հոգեբանական վիճակը, որովհետև ամեն օրվա ռեժիմով ստանալ այսպիսի նվաստացումներ, սկսած հոգևորականների ավելի շուտ եկեղեցու նկատմամբ հարձակումները, վերջացրած, չգիտեմ, քո հերոսների զրոյականացնելով, քո նահատակները զրոյականացնելով, հայրանց ներդրումը զրոյականացնելով, ամեն ինչը զրոյականացնելու ճանապարհով խրախճանքի վերածելով։ Խելագարվելու բան է, պարզը որ հասարակությունը վրդովված է եւ իրան նվաստացած է, վիրավորված ազգում, բայց Նիկոլ Փաշինյանը չի հասկանում։ Ամեն օրվա նվաստացումը դա մի կաթիլ է այն համբերության բաժակի, որը անպայման ունենալու է իր դրսևորումը։ Ժողովուրդը չի հանդուրժելու, ես համոզված եմ դրա մեջ։ Ես դա չեմ կարող բացատրել գիտականորեն, բայց ես դա զգում եմ, ինչպես որ զգում եմ, որ 18 թվականին հասարակությունը ունի դժգոհություն եւ այդ դժգոհությունը ինչ որ պահի պորտքալու է ու շատ մեծ ծավալ է ստանալու։ Օրերս դուք ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ եթե հանկարծ օրերից մի օր դառնաք Նիկոլ Փաշինյան, ձեզ շատ արագ տուն կուղարկեն, խոսել եք նաև վարչապետի լիազորությունները սահմանափակելու անհրաժեշտության մասին։ Եթե այնուամենայնիվ ձեզ ցանկանան տուն ուղարկեն, ինչպես պետք է այդ process-ը տեղի ունենա, քանի որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն էլ էր նշում, որ եթե ժողովուրդը ցանկանա, ամեն պահի կարող է հեղափոխություն անել, ձևն էլ արդեն գիտի, հիմա էլ է հայտարարում, իհարկե ներողություն եմ խնդրում այս համեմատության համար Նիկոլ Փաշինյանի հետ, բայց տեսնում ենք հիմա որ մեկը հեղափոխություն է ուզում անի, ինչ ճակատագիր են ունենում, ինչպես եք դա պատրաստվում անել։ Նախ այն ինչի շուրջ մեր թիմը, որը նժար սահմանադրական շարժումն է եւ անդադ գնացող ավելացող մարդիկ, իրանք չեն հավաքվել անձի շուրջ, այսինքն Նինան ընդեղ ընդամենը կարելի ասել գործիք է, որը հնարավորություն է տալիս այդ չեզոք նեյտրալ մարդ ունենալ, որպեսզի այդ բանավեճը չլինի, բա ով պիտի լինի վարչապետը, Նինան վարչապետ լինեն ընդհանրապես պետք չի։ Նինան լիքը հետաքրքիր ուրիշ գործեր ու զբաղմունքներ ունի։ Մենք բոլորս հավաքվել ենք գաղափարի շուրջ, արժեքների շուրջ, արժեհամակարգի շուրջ, ու որ պահին որևիցե մեկը համարձակվեց Նինան կամ մեկ ուրիշը, այս շեղվել այդ process-ից, որը մենք մեզ վրա ստանձնում ենք որպես պարտավորություն ենք վերցնում եւ ժողովրդից խնդրում ենք քվե հենց դրա համար, անմիջապես թիմը արձագանքելու է, որովհետև երբ դու հավաքվում ես անձի շուրջ, այ անձը ինչ ասում է, ոնց ասում է, դու հասկանում ես, որ քո ցուցակում լինել է այդ անձից է կախված, հա, քո պաշտոնում լինել է այդ անձից է կախված։ Անձից ընդհանրապես, կախված է, պարզ է, ինչ որ բաներ կա, որ անձի հետ է կապված լինելու, բայց թիմը ինքը արժեքի շուրջ է, գաղափարի շուրջ է հավաքվել եւ այո, այսօր չկա դաշտում որևիցե մի քաղաքական ուժ, որը ասում է տվեք ինձ քվե եւ ես գալու եմ փոփոխելու կառավարման մոդելը այնպես, որ այլևս մեկ անձ, ով ուզում է լինի, չկարողանա հենց իր իսկ կառավարման օրոք, ասեմ, նենց չի ասում, որ հիմա փոխում եմ ուրիշների համար, ես տենց բանը, հա, սուպեր վարչապետ եմ լինելու, մնացածի համար սահմանափակ։ Մենք մեր ժամանակ ենք սահմանափակելու, մեզանից ենք սկսելու այդ process-ը եւ սահմանափակելու ենք եւ բալանսավորել ենք այնպես, որ ով ուզում է գա, ինչ տեսակ թիմ, խումբ, մարդ ուզում է գա իշխանության, ինքը այլևս ամբողջական իշխանությունը չի ունենալու։ Ինքը չի կարողանալու միանձնյա որոշումներ կայացնել պետության, այս մի ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ մի հոգին, սկի ասում է, դու մի տուն չես կարում կառավարես, բասում է, եկել եք մի ամբողջ ժողովրդի ճակատագիրն եք որոշում եք, որ երրորդ հանրապետություն եք լուծարում, չգիտեմ ինչ եք անում։ Այսպիսի որոշումներ ուղղակի հնարավոր չի լինելու կայացնել, որովհետև մենք առաջարկում ենք որպես մոդել գործադիր իշխանություն, օրենսդիր իշխանություն, հա, դատական իշխանություն եւ ունենք նախագահ ինստիտուտը, որը մենք առաջարկում ենք փոխել պետական խորհուրդ անվանումով, որտեղ կլինեն 9 հոգի անկուսակցական մարդիկ, որոնք 3 տարին մեկ ռոտացիայով փոխվելու են, այսինքն լճանալու, իշխանություն զավթելու տարբերակ չեն ունենալու եւ ունենալու են նշանակումներ, որոնք շատ կարեւոր են, որովհետեւ այսօր երբ որ վարչապետը հանցավոր
քրեորեն պատժելի գործողություններ ան կամ որևիցե մեկը քրեորեն պատժելի գործողություն է անում, քանի որ գլխավոր դատախազը վարչապետի սրտի դատախազն է ու ընտրել են իրան ազգային ժողովում ասելա թե նորից վարչապետի սրտի падգամավորներն են ընտրել, այստեղ տարբերակ չկա, չէ՞ որ քրեական գործառույթի վարչապետի կամ օրինակ քաղաքապետի Անիֆի հետ կապված, հա, ինչ անա, Ավինյանի Անիֆի պատմությունների հետ կապված կամ այլ կոռուպցիոն գործերի հետ կապված կամ հակապետական գործողությունների տարբերակ չկա, որ քրեական գործ հարուցվի, որտեղ բանը գլխավոր դատախազը հասկանում է, իրեն նշանակողն է այս թիմը, հանողն է այս թիմը։ Մենք պիտի ունենանք իրավիճակ, որտեղ դատախազը պիտի լինի իսկապես սահմանադրությամբ ամրագրված անկախ մարմին, իր նշանակող պիտի լինի պետական խորհուրդը պիտի լինի։ Կոռուպցիայի դեմ պայքարողները պիտի լինեն բանից պետական խորհրդից նշանակվումները պիտի լինեն, այսինքն Տեխնատությունները առաջարկվելու են պետական խորհրդի կողմից, պետական խորհուրդը պիտի այդ բալանսի մասը պահի։ Պետական խորհուրդը պիտի հնարավորություն ունենա, օրինակ վետոներ դնել վարչապետի ու ազգային ժողովի որոշ որոշումների վրա, որովհետև հիմա ինչ են անում, մի հատ որոշում են ընդունում, նախագահը ասում է դե դեն որ շատ են սխմում նախագահին, ասում է դե ես չեմ ստորագրում, հետո հետ է գալիս հետ իրավունքի ուժով, կամ ուղարկում է ՍԴ կամ գալիս է օրինակ ազգային ժողով իրավունքի ուժով հայտարարում են ու դա օրենքի ուժի մեջ է։ Այդպես չի կարող լինել, այսինքն ակնհայտ խնդիրներ ունեցող օրենքները կարողանում են անցկացնել։ Հիմա պիտի լինի մի մարմին, որը տան մեծի դերը պիտի կատարի, տանը պիտի մի հատ մեծ լինի, հասկանում եք, այդ մեծը ու դա տարիքի մասին չի բնականաբար, դա իմաստության, ողջամտության, պատասխանատվության մասին է խոսքը։ Իսկ այդ ամեն ինչը գործող խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում։ Այո, խորհրդարանական կառավարման մոդելը պիտի պահպանվի եւ նաեւ զուգահեռաբար մենք պիտի անելու ենք իսկապես ամեն ինչ, որովհետեւ տրամաբանությունն է հենց դրանից բխում, որ մենք ունենանք քաղաքականապես զարգացած հանրություն, ժողովուրդ եւ հատկապես պաշտոնյաների հետ կապված մարդիկ պիտի հասկանան, որ իրանք այդտեղ գալիս են ինչ որ պաշտոնի նշանակվում են, դա պիտի շնորհակալություն չլինի եւ նվիրում պիտի չլինի իրան նշանակողին, դա պիտի նվիրում լինի իր աշխատանքին, բայց դրա համար դու պիտի գիտակցություն ունենաս, կրթություն ունենաս բավարար, թե չէ պատահական ով որտեղից դուրս է եկել բերել մի հատ լավ, հա, պատահական քայլել է կամ ստատուսներ ա գրել սրտիկներով տենց ոնց են անում սենց ինչ որ բաներ, չէ՞, հա, փոխադարձաբար չես էլ հասկանում ում այդ սրտիկը անում։ Այս պատահական մարդիկ չեն կարող լինել պետական պաշտոնյաներ, իրենք պիտի նախապատրաստվեն, դու պիտի մեծ ճանապարհ անցնես այս մարդուն տաս բավարար գիտելիք, հմտություններ, կարողություններ, կամք, արժե համակարգ, ամենակարևորը ինչը որ բացակայում է իսպար, դա արժե համակարգն է։ Ոնց կարելի է զերո արժեքներով մարդկանց բերել նշանակել պատասխանատու որևիցե ոլորտում ու ակնկալել, որ մենք ունենալու ենք այլ պրոդուկտ։ Հնարավոր չի։ Այնպես որ այս ամեն ինչը անշուշտ սա որոշակի ժամանակ կտևի, որովհետև կան գործողություններ, որոնք դու կարող ես անել քո ընտրվելու առաջին իսկ օրվանից, օրինակ մենք առաջարկում ենք անվտանգության, համապարփակ անվտանգության համակարգ ենք առաջարկում, որը այլևս 18-ից 20 տարեկան երեխեքի վրա չի թողելու այդ ամբողջ բեռը, հա, կամ մոբիլիզացվածների վրա չի թողելու, այսինքն դա մի հսկայական պրոյեկտ է, որտեղ ամբողջությամբ ծածկում է բոլոր դաշտերը, սկսած դիվանագիտականից վերջացրած ռազմարտունաբերությունով, տնտեսությունով մնացած ամեն ինչով։ Այսինքն այս process-ը եւ նաեւ թվանշային կառավարման մոդել, որտեղ մենք նաեւ կյանքը գնում է դեպի թվայնացում եւ մենք մեր թվային անվտանգությունը եւս պիտի կարողանանք ապահովել, որտեղ եթե դա չեղավ մեր հայկականը, նշանակում է մեզ վաղը ինչ որ միտեղից բերելու են ներդնեն ու մենք ուղակի թվային ստրկության մեջ ենք հայտնվելու։ Մենք պիտի կարողանանք մի քայլ առաջ անել, մի քայլ արագացնել process-ը։ Այսինքն անվտանգային համակարգերը կարելի է պարտավոր ենք, ոչ թե կարող ենք, պարտավոր ենք սկսել առաջին իսկ օրվանից, թվային անվտանգության հետ կապված process-ները պիտի սկսենք առաջին իսկ օրվանից, մոդելի փոփոխությունը դա սահմանադրական փոփոխություններ նախատեսող process է եւ հետեւաբար դա մի փոքր ժամանակ է պահանջելու, որովհետեւ սահմանադրությունը միայն մոդելը չի։ Սահմանադրությունը շատ ավելի խորքային իրավունքների տեսակետից, հա, ավելի առարկայական, թե չէ սենց գրել են տենց ասում իրավունք ունի մաքուր միջավայրում ապրելու, հա, ու всё պրծավ ու ամուլսարեք շահարկում, շահագործում։ Էս ինչ եք անում։ Այսինքն սա պիտի ավելի ողջամտության մեջ տեղավորվի, սա ավելի ամբողջական պիտի լինի եւ մեր հասարակությունը վերջապես պիտի հասկանա, որ այս այն մոդելն է, որը այս այն սահմանադրությունն է լինելու, որը իսկապես իր համար կարևոր արժեք է ունենալ, թե չէ այնքան են այս սահմանադրությունները կեղծել ժողովուրդը, որ ասում է սահմանադրություն լուրջ էլ չի ընդունում, բայց սա իսկապես շատ կարևոր սկիզբն է, մեկնարկն է։
բոլոր process-ների հիմքում պիտի դրված լինի սահմանադրությունը։ Եվ քանի որ սահմանադրությունից խոսեցինք, գիտենք հարևան երկրի ղեկավարը պահանջում է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, գործող իշխանությունն էլ համապատասխան պարտավորություններ է ստանձնել, առնվազն ոչ հրապարակային, բայց գիտենք, որ այս հարցը դրված է սեղանին, իշխանության գալու կամ մաս կազմելու դեպքում այս հարցում ինչ եք պատրաստվում անել։ Մենք սահմանադրական փոփոխությունների կարիք ունենք ու դա ասում ենք անհիշելի ժամանակներից։ Առնվազն 15 թվականից սկսած այդ թեման շրջանառության մեջ է։ Անկախության հռչակագրի մասով է։ Մենք սահմանադրության փոփոխության չենք գնալու։ Մենք գնում ենք սահմանադրական փոփոխություններ։ Իսկ եղած սահմանադրության մեջ ինչ որ ընթացակարգային ինչ որ փոփոխություններ կան բովանդակային շատ կարևոր մասեր, սկզբունքային մասեր, բայց մենք սահմանադրությունը որպես այդպեսին չենք փոփոխելու, որովհետև դա շատ վիճելի հարց է։ Հռչակագրի ցողումը չեք հանելու, քանի որ դա փոփոխություններով հնարավոր չի։ Հիմա եթե փողոցում դա հռչակագրից հնարավոր չի հրաժարվել, որտեղ հռչակագիրը ինքը ոնց որ, ինչ ասեմ, ոնց որ Էրեբունի հիմնադրելու մասին այն քարը որ կա որպես հուշարձան, այ հռչակագիրը այդ քարի նման մի բան է։ Դա ես չգիտեմ դա ոնց եմ պատրաստում չեղարկել։ Դա չեղարկելու ես երևի սխալ ասեցի այն ժամանակ։ Տարիներ առաջ որ նոր էր այդ մի տարի առաջ էր որ նոր թեման բանարել։ Հա, ես ասացի որ հռչակագիրը հնարավոր է չեղարկել մի պարագայում, եթե դու լուծարես այս պետությունը եւ նորը ստեղծես, ինձ թվում է սխալ արեցի։ Երևի պիտի չասեի հանրայնորեն, որտեղ 4-րդ հանրապետությունը է հռչակել։ Իհարկե, լուրջ ընդունեցին ու որոշեցին, որ իրանք իսկապես կարող են իրենց թույլ տալ այդպիսի բան անել։ Նման զրո արժե համակարգ ունեցող մարդիկ ընդհանրապես որևէ գործընթացի չեն կարող մասնակցել։ Այս մարդիկ չունեն ոչ կարմիր գծեր, ոչ բարոյականություն, ոչ արժե համակարգ, այս մարդիկ չունեն ընդհանրապես ոչինչ։ Հետևաբար ինչ փոփոխություն էլ որ արվի, հաստատապես դա իրանց չի վերաբերում, դա իրանք չեն անելու։ Դա կանեն շատ լուրջ, ապրած եւ իրենց կյանքով արժե համակարգերի համար պայքար, արժեքների համար պայքարող, պետության համար պայքարող մարդիկ կան ու իրանք շատ մեծ թիվ են կազմում, այս մարդկանց ուսերին պիտի լինի այդ պատասխանատվությունը։ Մի քիչ դժվար են համաձայնվում այդ պատասխանատվությունը մարդիկ վերցնել, որովհետև դարձում են ինչ է սպասվում իրենց։ Այո, որովհետև գիտեք, երբ մարդը հեշտ համաձայնվում պաշտոնի, երբ որ ոչ, այնպես ոչ խելք ունի, ոչ մեղք ունի, որ չի հասկանում ինքը ինչ է, իրան պետքա որ ինքը բացի իր այտենց այդ CV-ին, ունդեղ գրած լինի, ասենք նախարար, հա, ասի ես ամենաերիտասարդ նախարար առանց հասկանալու որ դու ինչ ես տալու այս համակարգին, պետությանը ինչ ես տալու։ Մի խոսքով կան շատ լավ, այդ թվում նաև երիտասարդներ չի որ երիտասարդ լինելը դա մեղք է կամ խնդիր չի, գիտակցության մասին է խոսքը, համակարգի պատկերացումների մասին է, փորձի մասին է, կամքի մասին է խոսքը։ Մի խոսքով կան այդպիսի մարդիկ, որոնք կարող են դա անել եւ դա անելու են եւ դրա հնարավորությունը կա, հրաշալի հնարավորություն կա, որտեղ տեսեք, երբ որ սենց մի տեսակ բան է, էլի, սենց կիսա թաց, կիսա չոր, կիսա տակ, կիսա գոլ վիճակում ես ապրում, չես էլ ուզում ինչ որ մի բան փոխես, ասում ես այ մարդ քանի այսքանը կա, եկեք սրանով յոլա գնանք։ Այ մենք տասնյակ տարիներ ապրել ենք յոլա գնալու բանով, կարգավիճակով։ Հա, սրանից էլ բեթարեն ազատի, ժողովրդական խոսք է։ Հիմա էլ բեթարենը գնալով խորանում է, ամեն հաջորդ օրը էլ բեթարենն է։ Հետևաբար այս process-ը պետքա կանգնացնել ու հիմա լավագույն ժամանակն է պատասխանատվություն ստանձնել, գալ ու այս process-ը կասեցնել ուղղակի, որտեվ սրանից անդին արդեն ես չգիտեմ արդեն ինչ է, արդեն շատ տխուր է։ Չմտածենք անգամ։ Հա։ Եվ քանի որ մենք աստիճանաբար մուտք են գործում արդեն նախընտրական շրջան, քաղաքական ուժերը ակտիվ կոնսուլտացիաների փուլում են, միավորումներ ստեղծելու շուրջ, կխնդրեմ նշեք, որ ուժերի հետ եք պատկերացնում ձեր համագործակցությունը, թե նախընտրական, թե հետընտրական շրջանում, եւ արդյոք կան ուժեր, որոնց հետ որևէ դեպքում համագործակցությունը կբացառեք։ Նիկոլ Փաշինյան Ինձ թվում է կասկածից դուրս է, հա դա կասկածից դուրս է։ Մենք նաև ունենք շատ այսպես բան ենք դրել, ֆիլտր որպես դրել ենք, մենք ասում ենք, որ մեր պետությունը կարիք ունի լուստրացիայի։ Եվ ես չեմ կարծում, որ այն ուժերը, որոնք որ պատրաստ չեն լուստրացիոն process-ով անցնելու, այսինքն տենց նախկինից հետ գցած ահագին բաներ ունեն, չբացահայտելու ցանկություններ ունեն, իրենք ուղղակի չեն գալու, չեն միանալու։ Մնացած բոլոր հայտնի, անգամ անհայտ անհատներ կլինեն, նախաձեռնող խմբեր կլինեն, կուսակցություններ կլինեն, տարբեր խմբեր, ՀԿ-ներ, բոլորի հետ մենք անընդհատ այդ հանդիպումների մեջ ենք, բոլոր առողջ ողջամիտ մարդկանց հետ, ովքեր պատրաստ են գիտակցում են կարևորությունը այս փոփոխությունների, որովհետև այն ինչ որ մենք վերցրել ենք ամենա սենց խոշոր 3 բան ենք վերցրել, հա, մեր անվտանգությունը եւ մեր զարգացումը
ապահովելու հնարավորություն տվող այդ 3 էլեմենտն ենք վերցրել։ Մնացածի շուրջ մենք շատ հանգիստ պայմանավորվելու ենք։ Ասել է թե մարդիկ ովքեր կհամաձայնվեն, մենք սիրով պատրաստ ենք միասնական թիմ կազմել, որովհետև չկա Հայաստանից դուրս էլ կարծում եմ չկա մի այդպիսի ուժ, որը միանձնյա կկարողանա այս խնդիրները լուծել։ Մենք հատուկ կուսակցություն չենք հիմնադրել, կարող ենք, դες մեծ բարդ բան չկա։ Հայաստանում դրա պակասը չունենք։ Ոչ պակաս ունենք, ոչ դժվարություն կա։ Մենք չենք հիմնադրել, որովհետև սա վերկուսակցական խնդիր է։ Մարդիկ, ովքեր որ պատկերացնում են, որ սա վերկուսակցական խնդիր է եւ սրա լուծումը կարող է լինել միայն համատեղ թիմային բոլորիս ներդրումներով, причем ոչ թե այտենց ուղակի մասնակցություն, այլ իսկապես նվիրյալ աշխատանք ամեն օրվա չարչարանքի մասին է խոսքը գնում։ Այս մարդկանց հետ սիրով պատրաստ ենք եւ հիմա էլ ընթանում են ներողություն, բայց անուններ թիմեր չեմ հնչեցնելու, որովհետեւ գիտեք, անգամ մենք ունենք շատ լավ որակյալ մարդիկ, պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր սիրով պատրաստ են ընթացքին մասնակցել, բայց իրենք վախ ունեն, որովհետև այն ինչ որ տեղի անենում հիմա, դա հետապնդումներ են, աշխատանքից հեռացումներ են, դա թիրախավորումները, հա, մարդիկ պատրաստ չեն։ Դրա համար մեր թիմը որոշեցինք, որ մենք առայժմ 3-ով կլինենք հանրային դաշտում, 3-ով գործընկերներով կներկայացնենք Նժար Սամդրական շարժումը, Գարեգինը Միսկարյան, Արտաշես Էկոնոմով, որը հույն է, ժողովուրդ ասում է, պիսով չափ հույն է, տենց ծանր մի տարեք։ Եվ ես որոշել ենք, որ մենք այդ հարվածը վերցնելու ենք մեզ վրա, բայց ընթացս մենք ունենք անընդհատ համալրվող թիմ եւ դա շատ ոգևորում է։ Իսկ օրինակ հետընտրական ձևաչափում առավելապես Նիկոլ Փաշինյանին արդեն հեռացնել օրինակ կոալիցիայի ճանապարհով։ Գիտենք, ընդդիմության շարքում այսօր երևում է, որ Ռոբերտ Քոչարյանի ուժը եւ Սամվել Կարապետյանի ուժը այսպես առաջնային պլան են։ Դե Ռոբերտ Քոչարյանն է տենց մտածում։ Վարկանիշներով, այս վայրդրությամբ առնվազն իրենց հետ ինչ որ տարբերակով համագործակցությունը դուք հնարավոր համարում եք նույն Փաշինյանին հեռացնելու օրակարգի շուրջ։ Ես առաջարկում եմ սպասել, որովհետեւ հետընտրական շրջանը ինքը բավականին բարդ process է, դա շատ այսպես խիստ քաղաքական process է, որը դու պարտավոր ես հաշվարկել բոլոր ռիսկերը եւ բոլոր վտանգները, հետեւաբար հետընտրական եկեք թողենք հետընտրականի հետ խոստանում եմ այն ժամանակ անպայման կգամ նորից կբացատրեմ ինչու այդ ընտրությունը եղավ, այդ որոշումը մեր կողմից կլինի, բայց նախընտրական process-ում դժվար եմ պատկերացնում, հա։ Եվ քանի որ Սամվել Կարապետյանից խոսեցինք, օրերս Հայաստանի ամենաարևմտամետ ուժերից մեկի առաջնորդը խոսքը Արամ Սարգսյանի մասին է, իր հարցազրույցում առաջարկում էր, որ գործող իշխանությունները Մոլդովայի օրինակին հետևեն եւ մի շարք ուժերի մասնակցությունը առհասարակ թույլ չտան ընտրություններին եւ չգրանցեն նրանց, այստեղ բնականաբար խոսքը առաջին հերթին հենց Սամվել Կարապետյանի ուժի մասին է։ Ձեր գնահատմամբ իշխանությունը կփորձի նման ճանապարհով շարժվել եւ եթե դա անի, դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Բաբոն մատաղինի քո ժողովրդավար ջան ինձ տեղեն ասե բարձրացի ես կմեռնեմ։ Արամ Զավենիչը մենակ չի։ Ես այսօր մի տեղ եմ ընթերցել, ձեր թույլտվությամբ մի հատ էլ կընթերցեմ։ Ուրեմն ժողովրդավար ներկայացող մարդիկ խոսում են ինչ որ կուսակցություններ փակելու մասին եւ այդ process-ը անպայման լինելու է եւ կուսակցությունների գործունեությունը արգելափակելու մասին ու դա անում են ընտրություններին առաջարկ են անում ընտրություններից առաջ անպայման խոսելու են կալանքների մասին, ինչ որ process-ներ, չքնաղա։ Գուցե նորահավաքչության փորձեր լինեն առաջիկայում։ Սա մենք ունենք Նիկոլ Փաշինյանի նվիրյալ կուսակցական գործի, իրեն արևմտապեն ներկայացնող կուսակցական գործի։ Հիմա ես կկարդամ ձեզ, սղագրել եմ Դանիել Յոհաննիսյանը, այսինքն քաղաքասարակության ներկայացուցիչ, այն որ ասում է ես անաչառ եմ եւ օբյեկտիվ եմ, Կարպիս Փաշյանին տված, ակնոցներս մոռացել եմ, Կարպիս Փաշյանին տված հարցազրույցին, այն 2 ժամանոց որ խոսում են, ուրեմն ինչա ասում։ Ես վերջերս մի քննարկման էի, փակ քննարկման էի, բավականին տարբեր պուբլիկակար այնտեղ։ Ու մի վեճ գնաց կուսակցություններից մեկի մասով, լավ ասեմ, դաշնակցության մասով ու մասնակիցներից մեկը ասում էր, պնդում էր, ասում էր, ախր դաշնակցականները հանցագործություններ են գործում, բան են անում, պետության համար վտանգավոր են, բան են, եւ իրանց պետքա փակել, ուշադրություն։ Մեկ ուրիշ մասնակից այդ վեճին ասում էր համաձայն լինելով այդ պնդումների հետ, ասում էր դե չէ, իրանց որ
փակեն, հակառակ էֆեկտը կլինի։ Ավելի լավ է իրենց չսահմանափակեն, թող մասնակցեն ընտրություններին, որովհետև եթե փակեն, դա հակառակ էֆեկտը կստանա, Կարպիսը ասում է կհերոսացնեն, դե հերոսացնելն էլ կա վերջը տենց մի բան ու շարունակում եմ։ Հիմա ես հարց եմ տալիս։ Պարոն Հրանիսյան, ով կարա երկրում կուսակցություն, այն որ ասում է տարբեր պուբլիկա էր, բան սենց։ Այդ տարբեր պուբլիկան երևի մեկն էլ էս պարոն ինչ անունը Արամ Զավենիչն է եղել, այո։ Արևմտամետների առաջնորդները։ Նախ մի հատ հարց տամ։ Ես որ իրավապաշտպանն էի, իրավապաշտպանությամբ էի զբաղվում, բայց ինչի օրերից մի օր ինձ չհրավիրեցին այսպես քննարկմանը, որտեղ առաջարկում են կուսակ։ Նենց չի որ ես դաշնակցության մոլի երկրպագու եմ, երբեք չեմ եղել։ Ամենայն հարգանքով այն ազնիվ դաշնակցականների նկատմամբ։ Բայց ինչ է նշանակում կուսակցությունից նպատակարարության։ Հաջորդ հարցը կարող է ինչ որ քաղաքասարակության ներկայացուցիչները կուսակցություն փակել չեն կարող, չէ՞։ Իսկ ով կարող է փակել կուսակցություն, իշխանությունը, ճիշտ է։ Ասել է թե Դանիել Հովհաննիսյանը գնում է մասնակցում է իշխանության այսպես ինչ ասեմ, տարբեր պուբլիկայից հավաքված այդ թիմերի քննարկումներին, որտեղ քննարկում են կուսակցություն փակելու կամ չփակելու մասին ու չեն փակում ինչու, որովհետև կարող է հերոսացնեն ու կարող է իրանց ռեյտինգը բարձրանալ։ Հիմա սրանց խելքին նայեք, էլի հակառակ էֆեկտը կանխել է։ Հասկանում եք, ու այս ժողովրդավարության, այս բաներն են, այս մարդիկ ներկայացնում են մեր երկիրը որպես ժողովրդավարության Ճատագովներ, այո, իրանք հենա, ինչա հիմնասյուներն են եւ իրենք ինչ անում են համ ժողովրդա, հերիքա ժողովուրդ։ Մեր հասարակությունը պիտի իմանա, Ժորժ ջան, այո, մենք ունենք շատ մեծ խնդիրներ։ Մենք պիտի անցնենք լուստրացիայի process։ Այո, կլինեն կուսակցություններ, որոնց գուցեև կարիք կլինի ինչ որ գնահատական տալ եւ կասեցնել։ Բայց դա պիտի լինի մեկ միասնական process բոլորի համար, որտեղ խաղի կանոնները հստակ են լինելու եւ հասկանալի բոլորի համար։ Ոչ թե այս նպատակարարության, նստես ասես դաշնակցությունից դուր չի գալ, եկեք դաշնակցությունը փակենք, լավ չեք ժողովուրդ։ Այսինքն եկեք դաշնակցությունը փակենք։ Այսինքն քեզ Սամվել Կարապետյանը դուր չի գալի, դու ստատուս ես գրում, ասում ես եկեք Սամվել Կարապետյանին փակենք, տանենք կալանքի չգրանցենք, հա։ Այս տեղից է գնում, հա, վարչապետի կալանքի հորդորները տեղից էր։ Քո ազգային ժողովում որոշում են կայացնում դեռ գործը ընթացքի մեջ նախաքննության փուլում Բագրատ Սրբազանին ահաբեկչություն հոդվածով են մեղադրում, դուք էլ process-ը չի ավարտվել, դատավճիռ չկա, լավ դատավճիռ ջանդամ, մեղադրականը չկար այն ժամանակ այդ բանին, ասում է ահաբեկչություն են արել ու ով սա չի դատապարտություն են ընդունել։ Ասում ով չի դատապարտում, ինքն էլ ահաբեկչության աջակցում է։ Միած սրանց խելքին նայեք։ Ու այս մարդիկ ուզում են լուրջ մտածում են, որ մեր հասարակությունը այնքան դեգրադացված է, որ ի վիճակի չի սրան գնահատական տալու։ Այս բոլոր մարդիկ առաջին այս մարդիկ պիտի լուստրացիա անցնեն։ Չէ, լավ, առաջինը ես կանցնեմ։ Ես միշտ ասել եմ, առաջի լուստրացիա անցնողը ես եմ լինելու։ Անխուսափելի է լինելու այս process-ը։ Իրականում ես համարում եմ, որ դա շատ կարևոր է։ Հասարակությունը պիտի վստահ լինի եւ այդ լուստրացիայի process-ն էլ պիտի շատ մտածված։ Մենք ունենք մեր պատկերացումը, բայց նաև մեզ միացող թիմերին, մարդկանց խմբերի հետ պիտի նաև քննարկենք, մեր առաջարկը իհարկե կանենք, քննարկենք շատ այնքան զտված պիտի լինի ինքը թիմը, որը պիտի իրականացնի, դա չի կարող, ասենք, Անդրանիկ Քոչարյան անցկացնի, հասկանում եք, դա չի կարող մեր թիմակիցները ըստ նախասիրությունների, թեպետ այդպիսի բան չի կարող լինել։ Հետո զեկուցը դնենք չհրապարակենք։ Չէ, դա պիտի լինի այն համակարգը, որը մեր ժողովրդին վստահություն կտա, որ եթե գլխավոր դատախազը այսպիսի որոշում է ընդունել, ուրեմն մենք վստահում ենք իրան, որովհետև դրա համար հիմքեր կա, որտեղ այս մարդը լուստրացիա իսկապես անցած է եւ այս մարդը հանուն Հայաստանի Հանրապետությանն է։ Եթե վարչապետը այսպիսի որոշում է ընդունում, ուրեմն դա իսկապես վստահելի է, որովհետև այդպես է պետք։ Մնացած միայն իր որոշումը չի, իր անձնական որոշումը, առավել եւս դրսից պատվերով իրականացվող process էլ չի, էլի։ Մենք մեր ժողովրդին ամենակարևորը պիտի վերադարձնենք, նախ խնդրենք, որ մեզ վստահեն, որտեղ դա շատ կարևոր է, որտեղ եթե չկա վստահություն, դա խնդրեմ է։ Երկրորդը մենք պիտի ժողովրդին վերադարձնենք իր վստահությունը ինքը իր նկատմամբ ու իր պետության նկատմամբ, իր երկիրը կառավարելու ինստիտուտ ստեղծման համար, կառավարելու ստեղծման համար ստեղծված ինստիտուտների
վստահությունը վերադարձնենք, որովհետև այսքան անվստահություն մի փոքր, այսքան փոքր տարածքում դա անհավանական է։ Ես զարմանում եմ, մենք միջև հիմա ոնց ենք գոյատևում, որովհետև այսքան անվստահություն մի փուջուր Հայաստանում, ես չգիտեմ ուրիշտեղ այսքան անվստահություն կա, թե չէ։ Դրված օրենքներին դեմ երևույթ է։ Բոլոր ամեն ինչը չեղարկել են, ամեն ինչը զրոյականացրել են, այսպես չի կարելի։ Մենք պիտի վերադարձնենք վստահությունը ինքներս դեպի մեր նկատմամբ։ Եվ ժողովուրդը ինքը իրան պիտի հավատա, որ իրանք ուժ ունեն։ Իսկ իրականում մենք այդ ուժը ունենք, թե Հայաստանի ներսում, իսկ Սփյուռքի հետ ընդհանրապես անպարտելի վիճակում ենք մենք, մեր եկեղեցիների հետ ենք անպարտելի, մեր բոլոր հնարավորությունները, որոնք մենք ունենք, դա ես չգիտեմ, այս ամբողջ ռեսուրսը չօգտագործելը մարդ ինչքան սրիկա պիտի լինի, որ փոշիացնի այս ամբողջ ռեսուրսը ու կանգնի ասի դեմ ասում որ դրսից այս բանը ուզում են մենք չանենք, մենք վերջացել ենք, հա, ու պիտի զրոյականացնենք, մենք մեր երկիրը պիտի զրոյականացնենք, խելքին մարդու նայեք, էլի, ինչ ասեմ։ Եվ Տիկին Կարապետյանց հոգևորականներից խոսեցինք, Բագրատ Սրբազանի շուրջ իրավիճակից խոսեցինք, ուզում եմ նաև անդրադառնանք Միքայել Սրբազանի դատավճռին, որի վերաբերյալ ձեզ հետ զրուցելու առիթ չենք ունեցել, ինչպես եք գնահատում այս վճիռը եւ ինչու նրա նկատմամբ նման խիստ պատիժ ընտրվեց 2 տարվա ազատազրկում, երբ նրան վերագրվող հոդվածը նաև տուգանքով էր պատժում, իսկ Միքայել Սրբազանն էլ հանրության շրջանում մեծ հեղինակություն վայելող մարդ է։ Քաղաքական հետապնդում։ Նորից ես խիստ դատապարտել եմ այդ հայտարարությունը, որը Սրբազանը արեց, բայց կներեք, ասում եմ դրանից հաղագին ժամանակ անցնում, մեր սրտի Դանիել Հովհաննիսյանը նամակ հերթական անգամ նամակ ա գրում եւ իրեն ասում են տղա ջան, բան չկա, հանցակազմ չկա, գնա հանգիստ, ասում է հերթական տենց բաներ էլի պլստացնել, անցկացնել, հետո փոշմանում են, ասում են Ժորժ ջան, էս չէ, մի հատ անեկդոտ կա, որ ասում է այն ոսկե ձկնիկը, որ ասում է այն ծովից ծով Հայաստանի քարտեզը հետ բեր, հիմա այս պատմությունն ասում է, հələ մի հատ Հովհաննիսյանի այն թուղթը հետ բերեք, ու որոշում են, որ պիտի պատժեն եւ պատժում են ամենախիստ պատժի տեսակով, որը ու այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ ենթադրենք դա իսկապես տենց հանցագործություն է։ Մարդուն նախնական կալանքի պահելու իմաստը ո՞րն էր, ասել էր, վերջացել էր, այսինքն ենթադրյալ հանցագործությունը կատարել, պրծել էր, հիմա կալանքի տակ պամես, որ ինչ անի, որ ջնջի նյութերը, ոչնչացնի, վկաներ կային, որ պիտի վրեն ազդեր, ինչ պիտի փախներ, Աջապարյանը, դե կարելի Աջապարյանին սիրել կամ չսիրել, բայց ինքը փախնողը չի, Ժորժ ջան, ասում եմ դուք մտածեք ձեր շեֆերը, փախնողը ձեր շեֆերն են լինելու։ Մի խոսքով սա խայտառակություն է իրականում եւ այո, Միքայել Սրբազանը ինքը բավականին տենց նորից կարելի է իրան սիրել, չսիրել, համաձայնվել, չհամաձայնվել, բայց ինքը շատ բան կերպար է, հա, խարիզմատիկ կերպար է եւ ինքը իր հետևից կարար մարդկանց ուղակի ուղղորդեր, տաներ իր հետևից ու դա շատ վտանգ է։ Ցանկացած մեկը ում մեջ Նիկոլ Փաշինյանը տեսնելու է վտանգ, հակառակորդ լինելու են ձերբակալություններ, կալանավորումներ, լինելու են հետապնդումներ, լինելու են, ես չեմ բացառում, միջև անգամ ֆիզիկական բռնություններ, ես այս ամեն ինչը չեմ բացառում։ Միջև անգամ շատ պատահական փողոցում, հանկարծ ոնց են ասում, կենցաղային պատճառներով վիճաբանության արդյունքում մարդկանց ֆիզիկապես վերացնելը ես անգամ դա չեմ բացառում։ Ես հասկանում եմ, որ սա հիմա շատ ծայրահեղ է հնչում, բայց ես գոնե սրանից կխուսափենք։ Մեծ իսկապես մեծ հույսեր ունեմ, որովհետև բայց ինչու եմ այսպես մտածում, դու 19 թվականին ես ասում եի, որ եթե ոստիկանությունը չես փոխում, դու պահում ես դա, որպեսզի դու օգտագործես այդ բռնությունների համար քո գործողությունները այսպես հասարակությանը լրացնելու, քո գործողությունները առաջ տանելու համար դու դրա համար ես բամ։ Եթե դու դատարանները չես բարեփոխում, նշանակում է դու ինչ որ этаպում այդ դատարանը օգտագործելու ես որպես մամլիչ գործիք, որպես այն նույն բանի համար, ինչը որ օգտագործում են նախորդ իշխանությունների համար։ Ու այսպես շարունակաբար, եթե դու արդարադատության համակարգը առհասարակ չես բարեփոխում, դու դա պահում ես քեզ համար ինչ որ պահի օգտագործելու։ Հիմա այս մարդը իսկապես հենց այդ ճանապարհով էլ գնաց։ Այս մարդը չունի ոչ կարմիր գծեր, ոչ արժե համակարգ, ոչ, շատ լավ սիրում սրտի կանում, դրանից ենքով ոչ, հա, ու ռոմանտիկ երկերի տակ Զինֆիրայի, ասում Զինֆիրան աչքիցս ընկավտ, բայց վտանգները իսկապես մեծ են, շատ են, բայց սա չպիտի վախեցնի մեր հասարակությանը, մեր ժողովրդին, նրանց ովքեր պատրաստ են միանալ, ես սա չեմ ասում վախացնելու համար, ես սա ասում եմ, որ դուք պատրաստ լինեք, որ մենք շատ դժվար ճանապարհ ենք անցնելու եւ մենք պարտավոր ենք անցնել, որովհետեւ ամոթ է։ Եթե մենք ունենք մի քանի հազար երիտասարդ, որոնք իրանց կյանքը զոհեցին հանուն մեր պետության, մենք
չենք կարող ամբողջ կյանքներս գիտակից հասկացող մարդը չի կարող ամբողջ կյանքը ամոթով ապրի ու այդ զոհաբերությունը չկապիտալիզացնի ու պետություն չստեղծի։ Այն պետությունը միանշանակ մենք պարտավոր ենք լավագույն պետությունը ստեղծել, որտեղ այն գինը, որը մենք արդեն վճարել ենք իդեմս այդ զոհերի, սա չկապիտալիզացնելը դա նշանակում է, ասում է Նիկոլ լինել է, էլի, ինչ ասում։ Տիկին Կարապետյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Նժար սահմանադրական շարժման համահիմնադիր եւ վարչապետի տեխնացու Նինա Կարապետյանցի հետ։ Կհանդիպենք։